Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, սակայն ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ Արևմտյան Ադրբեջանի շարժում, եւ այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու եւ այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին է, հարցուպատասխանի ժամանակ նշել է վարչապետը։ Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություն են վարում Թուրքմենգազ պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ, որի միջոցով հնարավոր կլինի թուրքմենական գազն Իրանի տարածքով հասցնել Հայաստան։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադառնալով Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցներին նշել է, որ սահմանի երկայնքով լինում են կրակոցներ, որոնք սակայն հանրապետության ուղղությամբ չեն։ Դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով մեր կողմից հայտարարության չեն արժանանում, նշել է նա։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին, դրանք որակելով ոչ լեգիտիմ, դրանք լեգիտիմ պահանջներ չեն եւ դրանց վերաբերյալ մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, նշել է նա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարվածներն արգելելու մասին հրամանը գործում է եւ իրականացվում է ռուսական զինված ուժերի կողմից, այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարտի 27-ից 30-ը մարզական հավաք կանցկացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում։ Մարտի 31-ին կանանց Հայաստանի հավաքականը կմեկնի Խորվաթիա մասնակցելու Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլին։